անսպասելի շրջադարձ վերջին զանգի նոր սերիայում։ Այնինչ թվում էր արդեն փակված էջ բացվում է նոր ուժով։ Հենրին, ով վերջին ամիսներին պայքարում էր իր ներսում կուտակված հակասությունների դեմ, վերջապես խախտում է բոլոր սահմանները։ Նա այլևս չի կարողանում ապրել այն մտքի հետ, որ Անգելինան շուտով պիտի դառնա Նոյի կինը, իսկ ինքը ընդմիշտ հրաժարվի նրանց համատեղ ապագայի գաղափարից։ Այս որոշումը հասունանում էր դեռ նախորդ սերիաների ընթացքում, երբ Հենրիի կյանքը սկսեց արագ քանդվել։ Նա տեսավ, թե ինչպես է Միքայելը, տարիներ շարունակ խաբելով եւ թաքցնելով ճշմարտությունը, զրկել իրեն ու Անգելինային բնականոն հարաբերությունից։ Նա տեսավ, թե ինչպես էր Հենդոն խառնվում ամեն բանի մեջ, փորձելով արգելել նրանց որդեգրումը, անընդհատ վիրավորելով Աննային ու խառնաշփոթ ստեղծելով բոլորի կյանքում։ Հենրին այնքան էր ճնշված իր ընտանիքի ծանր անցյալից ու ներկա խնդիրներից, որ կորցրել էր սթափ դատողությունը։ Եվ ահա, այն պահին, երբ թվում էր, թե կյանքը վերջնականապես բաժանում է նրան Անգելինայից, Հենրին գիշերը գնում է Անգելինայի տուն։ Նրա մեջ միայն մեկ միտք կա՝ փախչել, փրկել իրենց երկուսին այս կեղծավոր իրականությունից, թեկուզ մի պահ վերադառնալ այնտեղ, որտեղ ժամանակը կանգ է առնում։ Հենրին համոզում է Անգելինային, եւ նրանք միասին որոշում են փախչել Սևան։ Այս գործողությունը շատ ավելի խորն է, քան պարզապես փախուստ։ Անգելինան էլ է շոկի մեջ իր արածից։ Նա բացահայտ ասում է ինքն էլ չի հարատում, որ նման քայլի է գնացել եւ փախել։ Նա գիտակցում է իր քայլի հետևանքները, հասկանում է, որ այս քայլով կարող է ոչ միայն խախտել իր ու Նոյի կյանքի բոլոր պլանները, այլև կրկին հայտնվել հասարակական քննադատության թիրախում։ Բայց նրա խոսքերի մեջ կա նաեւ անկեղծություն, ասում է, որ Հենրիի կողքին ինքը դառնում է ոչ ադեկվատ, կորցնում է ինքնատիրապետումը, պատրաստ է ամեն ինչի, ինչ նախկինում երբեք չէր պատկերացնում։ Հենրին ճշմարտությունն իմանալուց հետո խուսափում էր այն պատմել Անգելինային, ստում էլ նրա ծնողների մասին, ասելով, թե նրանք մահացած են, իսկ ինքը ներքուստ խեղդվում էր այդ ստի մեջ։ Սակայն կարևոր է ընդգծել, որ եթե Անգելինան իմանար, թե ով է ինքը իրականում, եւ հատկապես, որ Հենրին վաղուց գիտեր ճշմարտությունը ու իրեն չէր ասել, ապա հաստատ այս քայլին չէր գնա։ Նա չէր փախչի Հենրիի հետ, որովհետեւ նման բացահայտումը կփշրեր վերջին վստահության մնացորդները ու կստիպեր նրան ամեն ինչ վերաիմաստավորել, նույնիսկ իր սեփական զգացմունքները։ Այժմ այս բոլոր լարումները հասել են կուլմինացիայի։ Հենրին ու Անգելինան միասին փախչում են Սևան։ Սա նրանց փորձն է գոնե մեկ պահ ազատ լինել այն ամենից, ինչ տարիներ շարունակ նրանց հալածել է, բայց նրանք էլ գիտակցում են, որ այս որոշումը չի կարող անպատասխան մնալ։ Հենդոն, Միքայելը, Նոյի, Էլիզը եւ նույնիսկ հասարակական կարծիքը շուտով կանգնելու են նրանց ճանապարհին։ Սևանի ճանապարհը նրանց համար կարող է լինել թե ազատության փոքրիկ պահ, թե ապագա ողբերգության սկիզբ։ Մի բան հստակ է, այս փախուստը այլևս չի թողնում նրանց նախորդ կյանքի վերադառնալու հնարավորություն, եւ հենց այս պահին սկսվում է նրանց պատմության նոր, ամենալարված եւ ամենահուզեչ գլուխը։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում Հենրիին թողնելով կնոջը տանը եւ գալով Անգելինայի տուն, եւ արդյոք ճիշտ է վարվում Անգելինան նշանադրվել Նոյի հետ, իսկ փախչել Հենրիի հետ։ Հղի եք, ասեք հղի ենք, ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց
այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում եի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևանի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонга каскасвеш. Ոնց կարանք դու նежная душа ունենա, սтерва։ Սիրու բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Ռեստորան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լևը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղամ։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։